Երբ Ֆրունզիկ Մկրտչյանի հուղարկավորության օրը հազարավոր մարդիկ լացում էին Երևանի փողոցներում, ոչ ոք չնկատեց, որ մի կին բացակայում էր ամենակարևոր տեղից՝ հոր գերեզմանի մոտից։ Նունե Մկրտչյանը, ազգի սիրելի դերասանի միակ դուստրը, չեկավ։ Ժողովուրդը շշնջաց. նա էլ է մեռել, նրանք միասին գնացին։ Այս լեգենդը տարածվեց այնքան արագ, որ դարձավ փաստ, բայց ճշմարտությունը ավելի դաժան էր։ Նունեն ողջ էր։ Նա պառկած էր հիվանդանոցային մահճակալին, քաղցկեղի վերջին փուլում, մարմինը այրվում էր ներսից, իսկ ազգը արդեն թաղել էր նրան հոր հետ միասին։ Ինչու ժողովուրդը այդքան շտապեց ջնջել նրան հիշողությունից։ Ով էր շահագրգռված, որ Նունե Մկրտչյանը մնա անտեսանելի։ Եվ ինչպես է հնարավոր, որ մի ամբողջ ազգ սխալվի մի կնոջ մահվան ամսաթվի հարցում։ Նունե Մկրտչյանը ծնվել էր 1953 թվականին, երբ նրա հայրը Ֆրունզիկ Մկրտչյանը դեռ երիտասարդ դերասան էր Երևանի թատրոնում։ Նրա ծննդյան օրը Ֆրունզիկը խաղում էր հերթական ներկայացումը, եւ երբ բեմից վազեց հիվանդանոց, նրա ձեռքերը դեռ դողում էին թատերական հուզումից։ Նա մտավ պալատ եւ տեսավ փոքրիկ արարածին, փաթաթված սպիտակ շորերի մեջ։ Դա իմ արքայա դուստրն է, ասաց նա բժշկուհուն, եւ ձայնը խեղդվեց արցունքներից։ Բայց արդեն այդ առաջին րոպեներից սկսվեց մի բան, որը կորոշեր Նունեի ողջ ճակատագիրը։ Ֆրունզիկի կինը Դոնարան նայեց դստերը եւ շշնջաց. նա ունի քո աչքերը։ Դա չէր հաջողախոսություն, դա էր անեծք, որովհետև Ֆրունզիկի աչքերը պատկանում էին բեմին, ժողովրդին, փառքին, եւ Դոնարան արդեն գիտեր, որ այդ աչքերը կգողանան նրա դստերը իրենից։ Նունեն մեծացավ մի տանը, որտեղ հայրը միշտ բացակայում էր։ Ֆրունզիկը նկարահանվում էր Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, նրա անունը փայլում էր կինոթատրոնների վրա, իսկ տանը նրա աթոռը մնում էր դատարկ։ Նունեն սովորել էր սպասել։ Նա նստում էր պատուհանի մոտ եւ հետևում փողոցով անցնող մարդկանց, որոնք կանգ էին առնում նրանց տան դիմաց, ցույց էին տալիս մատով եւ ասում. «Այստեղ է ապրում Ֆրունզիկ Մկրտչյանը»։ Բայց Ֆրունզիկը չէր ապրում այնտեղ։ Նա ապրում էր բեմերի վրա, կինոկադրերի մեջ, ժողովրդի սրտերում։ Տանը նա միայն գիշերում էր գալիս, հոգնած, հագնված օտար հոտերով, դիմահարդարման, ծխախոտի, օտար կանանց օծանելիքի։ Դոնարան լռում էր, նա սովորել էր լռել։ Բայց Նունեն տեսնում էր, թե ինչպես է մայրը գիշերները լացում խոհանոցում, երբ կարծում էր, որ բոլորը քնած են։ Եվ փոքրիկ աղջիկը հարցնում էր իրեն. ինչ է ավելի ցավոտ, ունենալ հայր, որը երբեք տանը չէ, թե չունենալ հայր։ Երբ Նունեն դարձավ 14 տարեկան, Ֆրունզիկը նկարահանվեց «Մենք եւ մեր լեռները» ֆիլմում։ Դա եղավ նրա ամենամեծ հաջողությունը։ Ամբողջ խորհրդային միությունը սիրահարվեց այդ փոքրիկ, խելացի, արագախոս հայ մարդուն։ Նունեն գնաց կինոթատրոն եւ նստեց վերջին շարքում։ Նա տեսավ իր հորը էկրանին, երջանիկ, ծիծաղող, ծանիկ, ծիծաղող, ազատ։ Եվ հանկարծ հասկացավ, որ այդ մարդը, որին սիրում է ողջ երկիրը, իրեն անծանոթ է։ Նա չգիտեր, թե ինչ է սիրում հայրը նախաճաշին, ինչ երգեր է երգում լողանալիս, ինչից է վախենում գիշերները։ Դահլիճում մարդիկ ծափահարում էին, իսկ Նունեն լացում էր։ Երբ լույսերը վառվեցին, կողքի նստած կինը նայեց նրան եւ հարցրեց. «Ինչու ես լալիս, աղջիկ, դա կատակերգություն էր»։ Նունեն չպատասխանեց։ Ինչպես կարող էր բացատրել, որ լալիս է ոչ թե ֆիլմի համար, այլ այն բանի համար, որ իր հայրը պատկանում է բոլորին, բացի իրենից։ 1969 թվականին, երբ Նունեն 15 տարեկան էր, տանը հայտնվեց մի կին։ Նա ներկայացավ որպես Ֆրունզիկի գործընկեր Մոսկվայից։ Անունը Լարիսա էր։ Նա կրում էր թանկարժեք զգեստ, դրա մազերը ներկված էին բաց շեք, եւ երբ նա խոսում էր, ձայնը հնչում էր այնպես, կարծես երգում էր։ Դոնարան հյուրընկալեց նրան, բայց Նունեն տեսավ, թե ինչպես են մոր ձեռքերը դողում, երբ նա թափում էր թեյը։ Լարիսան մնաց 3 օր։ Այդ 3 օրվա ընթացքում Ֆրունզիկը տանը գրեթե չէր գալիս։ Նա զբաղված էր ստուդիայում։ Բայց Նունեն տեսավ, թե ինչպես է Լարիսան գիշերները դուրս գալիս տնից եւ վերադառնում առավոտյան, երբ արևը դեռ չէր ծագել։ Եվ երբ նա վերջապես հեռացավ, Դոնարան փակվեց ննջասենյակում եւ չելավ 2 օր։ Նունեն կանգնած էր դռան մոտ եւ լսում, թե ինչպես է մայրը լացում։ Դա չէր սովորական լաց։ Դա էր այնպիսի ձայն, որը հնչում է, երբ մարդը կոտրվում է ներսից։ Եվ Նունեն այդ պահին որոշեց. նա երբեք չի ամուսնանա դերասանի հետ, երբեք։ Բայց ճակատագիրը ծիծաղում էր նրա որոշման վրա։ Երբ Նունեն դարձավ 19 տարեկան, նա մտավ Երևանի թատերական ինստիտուտ։ Ոչ թե որովհետև սիրում էր թատրոնը, այլ որովհետև ուզում էր հասկանալ, ինչ է այդ աշխարհը, որը գողացել էր իր հորը։ Առաջին դասին դասախոսը հարցրեց. «Ո՞վ է ձեր մեջ Ֆրունզիկ Մկրտչյանի դուստրը»։ Նունեն բարձրացրեց ձեռքը։ Ամբողջ լսարանը շրջվեց եւ նայեց նրան։ Եվ Նունեն տեսավ այդ հայացքներում ոչ թե հետաքրքրություն,
այլ սպասում։ Դրանք սպասում էին, որ նա լինի նման հորը, որ նա փայլի, ծիծաղի, լինի տաղանդավոր, բայց Նունեն չէր ուզում փայլել։ Նա ուզում էր պարզապես լինել, եւ դա եղավ նրա առաջին մեծ սխալը, որովհետեւ երբ դու ես Ֆրունզիկ Մկրտչյանի դուստրը, քեզ չի թույլատրվում լինել պարզապես։ Ինստիտուտում Նունեն ծանոթացավ Արամի հետ։ Նա երրորդ կուրսի ուսանող էր, բարձրահասակ, մուգ մազերով, խոր ձայնով։ Նա խաղում էր Համլետ, եւ երբ բեմից արտասանում էր լինել թե չլինել, Նունեին թվում էր, որ այդ հարցը տրված է հենց իրեն։ Արամը չգիտեր, որ Նունեն Ֆրունզիկի դուստրն է։ Նա մոտեցավ նրան հանգստի ժամանակ եւ ասաց. «Դու ունես հետաքրքիր աչքեր, դրանք տխուր են, բայց ոչ թե թույլ տխրությամբ, դա ուժեղ տխրություն է»։ Նունեն չգիտեր, թե ինչպես պատասխանել։ Ոչ ոք նախկինում նրան չէր ասել, որ նրա տխրությունը ուժեղ է։ Բոլորը միշտ ասում էին. «Ինչու ես տխուր։ Դու Ֆրունզիկի դուստրն ես, քեզ ամեն ինչ ունես»։ Բայց Արամը տեսավ այն, ինչ ուրիշները չէին տեսնում, եւ Նունեն սիրահարվեց։ Նրանց ռոմանը սկսվեց աշնանը, երբ Երևանը ծածկված էր դեղին տերևներով։ Նրանք քայլում էին Կասկադով, եւ Արամը պատմում էր իր երազանքների մասին։ Նա ուզում էր դառնալ մեծ դերասան, նկարահանվել Մոսկվայում, հայտնի լինել ամբողջ Միությունում։ Նունեն լսում էր եւ զգում, թե ինչպես է սառչում ներսից։ Նա արդեն գիտեր, թե ինչ է նշանակում լինել մեծ դերասանի կինը։ Դա նշանակում է սпасել, լռել, ներել։ Բայց նա չասաց ոչինչ։ Նա պարզապես բռնեց Արամի ձեռքը ավելի ամուր եւ մտածեց. գուցե նա այլ կլինի, գուցե նա չլքի ինձ, բայց խորը ներսում նա գիտեր ճշմարտությունը։ Բեմը միշտ ավելի ուժեղ է, քան սերը։ Երբ Արամը իմացավ, որ Նունեն Ֆրունզիկի դուստրն է, նրա վերաբերմունքը փոխվեց։ Ոչ անմիջապես, ոչ կտրուկ, այլ աստիճանաբար, ինչպես փոխվում է եղանակը։ Նա սկսեց հարցնել Ֆրունզիկի մասին, նրա կապերի, ծանոթների, հնարավորությունների մասին։ Նունեն պատասխանում էր կարճ, փորձելով խուսափել այդ թեմայից, բայց Արամը շարունակում էր։ Եվ մի օր, երբ նրանք նստած էին փոքրիկ սրճարանում Աբովյան փողոցում, Արամը ասաց. «Գիտես, քո հայրը կարող է ինձ օգնել։ Նա ճանաչում է բոլոր ռեժիսորներին Մոսկվայում։ Եթե նա խոսի իմ մասին»։ Նունեն չթողեց նրան ավարտել։ Նա վեր կացավ, թողեց փողոսեղանին եւ դուրս եկավ։ Արամը հետևեց նրան, բռնեց նրա ձեռքից եւ հարցրեց. «Ինչ եղավ, ինչու ես նեղանում»։ Նունեն նայեց նրան եւ այդ պահին տեսավ ճշմարտությունը։ Արամը սիրում էր ոչ թե իրեն, այլ այն դռները, որոնք նա կարող էր բացել։ Նա սիրում էր Ֆրունզիկ Մկրտչյանի դստերը, ոչ թե Նունե Մկրտչյանին։ Եվ դա եղավ այն պահը, երբ Նունեի սիրտը առաջին անգամ կոտրվեց։ Բայց ավելի վատը դեռ առաջ էր։ Արամը չհրաժարվեց։ Նա շարունակեց հետապնդել Նունեին, բայց այժմ նրա մեջ կար մի բան սարսափելի, հաստատակամություն, որը սահմանակից էր հիստերիայի։ Նա սպասում էր նրան ինստիտուտի դիմութքի մոտ, ուղարկում էր նամակներ, զանգահարում էր տուն։ Ֆրունզիկը մի անգամ վերցրեց հեռախոսը եւ լսեց Արամի ձայնը։ «Ո՞վ է», հարցրեց նա։ Արամը ներկայացավ եւ ասաց, որ ուզում է հանդիպել Ֆրունզիկին, խոսելու կարիերայի մասին։ Ֆրունզիկը լռեց մի քանի վայրկյան, ապա ասաց. «Երիտասարդ մարդ, եթե դու տաղանդավոր ես, քեզ չի պետք իմ օգնությունը։ Եթե տաղանդավոր չես, իմ օգնությունը քեզ չի փրկի»։ Եվ փակեց հեռախոսը։ Նունեն լսում էր այդ զրույցը եւ առաջին անգամ զգաց հպարտություն հոր նկատմամբ։ Բայց Արամը չհանձնվեց։ Նա սկսեց տարածել լուրեր ինստիտուտում, թե Նունեն օգտագործում է հոր անունը, թե նա ամբարտավան եւ սառ է։ Եվ մարդիկ հավատացին, որովհետեւ ավելի հեշտ է հավատալ բամբասանքին, քան փնտրել ճշմարտությունը։ 1973 թվականին Նունեն ավարտեց ինստիտուտը։ Նա չդարձավ դերասանուհի։ Նա գտավ աշխատանք Երևանի մանկական գրադարանում, որպես գրադարանավար։ Երբ Ֆրունզիկը իմացավ, նա եկավ գրադարան եւ տեսավ իր դստերը, նստած փոքրիկ սեղանի մոտ, շրջապատված 5 գրքերով։ Նա նստեց նրա դիմաց եւ հարցրեց. «Ինչու Նունե։ Դու կարող էիր խաղալ թատրոնում, նկարահանվել կինոյում, ինչու ես թաքնվում այստեղ»։ Նունեն նայեց հորը, եւ նրա աչքերում Ֆրունզիկը տեսավ մի բան, որը սարսափեցրեց նրան։ Դա էր հոգնածություն։ Ոչ թե ֆիզիկական, այլ հոգեվոր հոգնածություն, 20 տարեկան աղջկա մեջ։ «Հայր», ասաց Նունեն, «ես չեմ ուզում լինել քո շուքը։ Ես ուզում եմ լինել ես»։ Ֆրունզիկը փորձեց բացատրել, որ նա չի ասում դա, բայց Նունեն ընդհատեց. «Դու գիտես, թե քանի մարդ է մոտեցել ինձ միայն այն պատճառով, որ ես քո դուստրն եմ։ Դու գիտես, թե ինչ զգացում է, երբ չգիտես մարդիկ սիրում են քեզ, թե քո ազգանունը»։ Ֆրունզիկը լռեց։ Նա չգիտեր, թե ինչ պատասխանել, եւ այդ լռությունը ավելի բարձր խոսեց, քան ցանկացած բառ։ Բայց ամենավատ մասը չէր այն, որ Նունեն հրաժարվեց կարիերայից։ Ամենավատը եղավ այն, որ նա սկսեց անհետանալ։ Ոչ թե ֆիզիկապես, այլ էմոցիոնալ։ Նա դարձավ ստվեր, լուռ, անտեսանելի, միշտ ֆոնում։
Երբ Ֆրունզիկի տունը լցվում էր հյուրերով, դերասաններով, ռեժիսորներով, գրողներով, Նունեն սպասարկում էր նրանց, բերում թեյ, հավաքում սպասքը եւ ոչ ոք նույնիսկ չէր նկատում նրան։ Մի անգամ հայտնի ռեժիսորը, որը եկել էր Մոսկվայից, հարցրեց Ֆրունզիկին. «Ո՞վ է այդ աղջիկը»։ Ֆրունզիկը պատասխանեց. «Ինդուստրը»։ Ռեժիսորը զարմացած նայեց. «Իսկապես։ Նա բնավ նման չէ քեզ»։ Եվ դա ճիշտ էր։ Նունեն նման չէր Ֆրունզիկին։ Նա չուներ նրա կրակը, նրա էներգիան, նրա անսահման ցանկությունը լինել կենտրոնում։ Նունեն ուներ մի բան այլ՝ խորություն, որը վախեցնում էր մարդկանց, որովհետև նրանք չէին հասկանում դա։ 1976 թվականին Դոնարան մահացավ։ Սրտի կաթված, հանկարծակի, գիշերվա մեջ։ Ֆրունզիկը այդ ժամանակ Մոսկվայում էր, նկարահանումների վրա։ Նունեն գտավ մորը առավոտյան, երբ մտավ ննջասենյակ արթնացնելու նրան։ Դոնարան պառկած էր մահճակալին, աչքերը բաց, դեմքը խաղաղ։ Նունեն նստեց նրա կողքին եւ բռնեց նրա ձեռքը։ Այն արդեն սառել էր։ Նա նստեց այնտեղ 2 ժամ, բռնած մոր ձեռքը եւ չլաց։ Նա պարզապես նստեց եւ մտածեց այն բոլոր անգամների մասին, երբ մայրը լացել էր խոհանոցում, եւ նա չէր գիտացել, թե ինչպես մխիթարել նրան։ Երբ հարևանները եկան եւ տեսան, նրանք զանգահարեցին Մոսկվա։ Ֆրունզիկը վերադարձավ հաջորդ օրը։ Նա մտավ տուն, տեսավ Դոնարայի մարմինը պատրաստված թաղման եւ ընկավ ծնկների վրա։ Նա լաց էր լինում այնպես, որ ամբողջ շենքը լսում էր։ Բայց Նունեն չլաց։ Նա կանգնած էր անկյունում եւ նայում հորը եւ մտածում. «Այժմ դու լալիս ես, բայց որտեղ էիր, երբ նա ողջ էր եւ կարիք ուներ քո լացին»։ Դոնարայի հուղարկավորությունը եղավ մեծ։ Եկան բոլորը՝ դերասաններ, ռեժիսորներ, գրողներ։ Նրանք բոլորը խոսեցին այն մասին, թե որքան հրաշալի կին էր Դոնարան, թե ինչպես նա աջակցում էր Ֆրունզիկին։ Բայց ոչ ոք չասաց ճշմարտությունը։ Ոչ ոք չասաց, որ Դոնարան մահացել էր միայնակ, մահճակալում, մինչդեռ նրա ամուսինը հազարավոր կիլոմետր հեռու էր, ստեղծելով արվեստ։ Ոչ ոք չասաց, որ նրա սիրտը կոտրված էր ոչ թե հիվանդությունից, այլ տարիների լռությունից եւ անտեսումից։ Եվ Նունեն, կանգնած գերեզմանի մոտ, որոշեց. նա երբեք չի ների հորը։ Ոչ թե մոր մահվան համար, այլ նրա կյանքի համար։ Բայց ճակատագիրը դեռ չէր ավարտել Նունեի հետ։ Մոր մահից հետո նա մնաց հոր հետ երկուսով մեկ տանը։ Ֆրունզիկը փորձեց մոտենալ նրան, խոսել, վերականգնել կապը, բայց Նունեն կառուցել էր պատ իր շուրջը, եւ այդ պատը անանցանելի էր։ Նա շարունակեց աշխատել գրադարանում, վերադառնում էր տուն երեկոյան, պատրաստում էր ընթրիք, լվանում էր սպասքը եւ գնում էր քնելու։ Ֆրունզիկը նստում էր հյուրասենյակում, նայում հեռուստացույց եւ զգում, թե ինչպես է լռությունը ճզմում նրան։ Մի անգամ նա չդիմացավ եւ հարցրեց. «Նունա, ինչու ես ատում ինձ»։ Նունեն շրջվեց եւ նայեց նրան։ «Ես չեմ ատում քեզ, հայր», ասաց նա։ «Ատելը նշանակում է զգալ։ Ես ոչինչ չեմ զգում»։ Եվ այդ բառերը ավելի ցավեցին, քան ցանկացած ատելություն։ Ո՞վ էր այն մարդը, որը կփրկեր Նունեին այդ անդունդից։ Կար արդյոք ինչ-որ մեկը, ով կտեսներ նրան ոչ թե որպես Ֆրունզիկի դուստր, այլ որպես Նունե, կին, որը ցավում էր եւ կարիք ուներ սիրո։ Թե արդեն ուշ էր, եւ Նունեի ճակատագիրը կնքված էր այն օրից, երբ նա ծնվել էր այդ փառավոր, բայց անեծյալ ընտանիքում։ 1979 թվականին, երբ Նունեն արդեն 25 տարեկան էր, Ֆրունզիկի տանը հայտնվեց մի փաթեթ, առանց ուղարկողի հասցեի։ Ներսում կար հին ժապավեն, փաթաթված թղթի մեջ, որի վրա գրված էր միայն մեկ նախադասություն. «Ձեր դուստրը պետք է տեսնի սա, նախքան ուշ կլինի»։ Նունեն բացեց փաթեթը, երբ Ֆրունզիկը հերթական անգամ Մոսկվայում էր։ Նա տարավ ժապավենը հարևանի տուն, որտեղ կար հին կինոպրոյեկտոր, եւ խնդրեց ցույց տալ։ Այն, ինչ նա տեսավ, փոխեց ամեն ինչ։ Կադրերում երևում էր Ֆրունզիկը, երիտասարդ, դեռ անհայտ դերասան, նստած սեղանի շուրջ 5 մարդու հետ։ Նրանցից մեկը կրում էր ռազմական ձևազգեստ, բարձր կոճակներով, մյուսը թանկարժեք կոստյում, որը խոսում էր այն մասին, թե ինչպես բաշխել ռոլերը ճիշտ մարդկանց։ Երրորդը տղամարդ, խոր սևեռված դեմքով, որը ծխում էր հաստ սիգար եւ ծիծաղում էր այնպես, որ սառեցնում էր արյունը։ Ֆրունզիկը նստած էր նրանց մեջ, լռում էր, բայց երբ խոսքը հասավ պայմաններին, նա գլուխ էր տվել։ Ժապավենը կտրվեց հենց այնտեղ, բայց Նունեն արդեն հասկացել էր։ Հոր փառքը սկսվել էր ոչ թե տաղանդից, այլ սեղանից, որտեղ որոշումներ էին կայացվում ոչ թե ստուդիաներում, այլ փակ դռների հետևում, որտեղ իշխանությունը, գումարը եւ վախը խառնվում էին մեկ բաժակում։ Ո՞վ էր ուղարկել այդ ժապավենը, եւ ինչու հենց այժմ, երբ Ֆրունզիկը գագաթնակետում էր իր կարիերայի։ Արդյոք դա եղավ նախազգուշացում, թե վրեժխնդրություն։ Նունեն չասաց հորը ժապավենի մասին։ Նա թաքցրեց այն իր սենյակում, գրադարանային գրքերի հետևում, բայց այդ պատկերները այլևս չթողեցին նրան։ Ամեն անգամ, երբ Ֆրունզիկը հեռուստացույցով ելույթ էր ունենում, երբ ժողովուրդը ծափահարում էր նրան, երբ թերթերը գրում էին «ժողովրդական սիրելի»,
Նունեն տեսնում էր այդ սեղանը, այդ դեմքերը, այդ գլխավերևի շարժումը։ Նա սկսեց հետևել հոր շրջապատին ավելի ուշադիր եւ նկատեց մի բան, որը նախկինում անտեսել էր։ Ֆրունզիկի ընկերները բոլորը ունեին մի ընդհանուր գիծ. նրանք երբեք չխոսում էին իրենց իսկական աշխատանքի մասին։ Նրանք ներկայանում էին որպես պրոդյուսերներ, խորհրդատուներ, գործընկերներ, բայց երբ Նունեն փորձում էր պարզել, թե ինչով են զբաղվում, պատասխանները միշտ աղոտ էին։ Մեկը օգնում էր կապեր հաստատել, մյուսը լուծում էր խնդիրներ, երրորդը ապահովում էր անվտանգություն։ Յում էր անվտանգություն։ Եվ բոլորը, բացարձակապես բոլորը, երբ խոսում էին Ֆրունզիկի հետ, նրանց ձայներում հնչում էր ոչ թե հարգանք, այլ տիրապետում։ Կարծես Ֆրունզիկը պարտական էր նրանց, եւ այդ պարտքը երբեք չէր մարվելու։ 1979 թվականի աշնանը Նունեն հանդիպեց Վահանին։ Նա չէր դերասան, ոչ ռեժիսոր, ոչ էլ որևէ մեկը, ով կապված էր արվեստի հետ։ Վահանը աշխատում էր որպես ճարտարապետ, նախագծում էր հասարակական շենքեր Երևանում։ Նրանք ծանոթացան գրադարանում, երբ Վահանը եկավ փնտրելու հին գիրք հայկական ճարտարապետության մասին։ Նունեն օգնեց նրան գտնել, եւ երբ նրանց ձեռքերը դիպան գրքին, Վահանը նայեց նրան եւ ժպտաց։ Դա էր առաջին անգամը երկար ժամանակվա ընթացքում, երբ մարդ նայում էր Նունեին եւ չէր հարցնում. «Դու Ֆրունզիկի դուստր ես»։ Վահանը չգիտեր, թե ով է նա, եւ Նունեն չասաց։ Նրանք սկսեցին հանդիպել։ Վահանը պատմում էր քաղաքների մասին, որոնք ուզում էր կառուցել, շենքերի մասին, որոնք կմնային դարերով։ Նա խոսում էր այնպիսի կրքով, որը Նունեին հիշեցնում էր հոր երիտասարդ տարիները, բայց առանց այդ անհագ ցանկության փառքի։ Վահանը ուզում էր ստեղծել, ոչ թե փայլել։ Եվ Նունեն առաջին անգամ զգաց, որ կարող է շնչել։ Բայց երջանկությունը երկար չտևեց։ 6 ամիս անց Վահանը իմացավ, թե ով է Նունեն։ Ոչ թե նրանից, այլ պատահականորեն, երբ նրանք քայլում էին Հանրապետության հրապարակով, եւ անծանոթ մարդ մոտեցավ Նունեին ասելով. «Դուք Ֆրունզիկ Մկրտչյանի դուստրն եք, չէ՞։ Ես ձեր հորը շատ եմ սիրում»։ Վահանը շրջվեց եւ նայեց Նունեին։ Նրա դեմքին չկար զայրույթ, ոչ էլ հիասթափություն, կար միայն հարց. «Ինչու չասացիր»։ Նունեն փորձեց բացատրել, բայց բառերը խառնվում էին։ Ինչպես կարող էր ասել, որ վախենում էր, որ ճշմարտությունը կփոխի ամեն ինչ, որ վախենում էր, որ Վահանը կսկսի տեսնել նրա մեջ ոչ թե Նունեին, այլ Ֆրունզիկի դստերը։ Վահանը լռեց երկար, ապա ասաց. «Ես հասկանում եմ»։ Բայց նրա ձայնում արդեն կար հեռավորություն, եւ Նունեն գիտեր, որ կորցրել է նրան, նույնիսկ եթե նա դեռ կանգնած էր նրա կողքին։ Հաջորդ ամիսները Վահանը աստիճանաբար հեռացավ։ Նա չդադարեցրեց հանդիպումները անմիջապես, բայց դրանք դարձան ավելի հազվադեպ, ավելի կարճ, ավելի պաշտոնական։ Նա խոսում էր իր նախագծերի մասին, բայց այլևս չէր հարցնում Նունեի մասին։ Եվ մի օր, երբ նրանք նստած էին նույն սրճարանում Աբովյան փողոցում, որտեղ Նունեն մի ժամանակ նստել էր Արամի հետ, Վահանը ասաց. «Նունե, ես ստացել եմ առաջարկ աշխատելու Լենինգրադում։ Մեծ նախագիծ է, կարող է տևել տարիներ»։ Նունեն գիտեր, թե ինչ է գալիս։ Նա տեսավ դա նրա աչքերում։ «Դու գնում ես»։ հարցրեց նա։ Վահանը գլուխ տվեց։ «Եվ ես»։ Դա չէր հարց, դա էր փաստ։ Վահանը բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Նունե, ես քեզ սիրում եմ, բայց ես չեմ կարող ապրել քո հոր ստվերում։ Ամեն անգամ, երբ մարդիկ իմանում են, թե ով ես դու, նրանք սկսում են նայել ինձ այլ կերպ։ Նրանք մտածում են, ես օգտագործում եմ քեզ, կամ դու օգտագործում ես ինձ։ Ես չեմ կարող այդպես ապրել»։ Նունեն ազատեց ձեռքը։ Նա չլաց։ Նա արդեն սովորել էր չլալ։ Նա պարզապես ասաց. «Ես հասկանում եմ, գնա»։ Եվ Վահանը գնաց։ Նա հեռացավ Լենինգրադ, եւ Նունեն երբեք այլևս չտեսավ նրան։ Բայց երկար տարիներ անց նա իմացավ, որ Վահանը ամուսնացել է այնտեղ, ունեցել 3 երեխա, կառուցել հիանալի շենքեր։ Եվ Նունեն ուրախացավ նրա համար, թեև նրա սեփական սիրտը մնաց դատարկ։ 1981 թվականին Ֆրունզիկ Մկրտչյանը հասավ իր կարիերայի գագաթնակետին։ Նա նկարահանվեց Միմոսա ֆիլմում, որը դարձավ ամենասիրված կատակերգություններից մեկը ամբողջ Խորհրդային Միությունում։ Մարդիկ հերթեր էին կանգնում կինոթատրոններում, միայն թե տեսնեին Ֆրունզիկին էկրանին։ Նրա տունը լցվում էր շնորհավորական նամակներով, ծաղիկներով, նվերներով։ Բայց Նունեն նկատեց մի բան տարօրինակ։ Ֆրունզիկը չէր ուրախանում։ Նա ժպտում էր հյուրերի առջև, ծիծաղում էր հարցազրույցներում, բայց երբ մնում էր մենակ, նրա դեմքը դառնում էր քարե։ Նա նստում էր իր սենյակում, խմում օղի բաժակ առ բաժակ եւ նայում պատուհանից դուրս։ Մի գիշեր Նունեն լսեց, թե ինչպես է հայրը խոսում հեռախոսով։ Ձայնը դողում էր. «Ես արդեն վճարել եմ ամեն ինչ, ինչ դուք ուզում էիք։ Ինչու եք դեռ պահանջում։ Ես ավելին չունեմ»։
Պատասխանը Նունեն չլսեց, բայց Ֆրունզիկի հաջորդ բառերը սառեցրին նրա արյունը։ Ես չեմ կարող։ Եթե ես դա անեմ, ամեն ինչ կավարտվի։ Խնդրում եմ, տվեք ինձ ժամանակ։ Երբ զրույցը ավարտվեց, Ֆրունզիկը նստեց աթոռին եւ ծածկեց դեմքը ձեռքերով։ Նունեն տեսավ, թե ինչպես են նրա ուսերը դողում։ Նա ուզում էր մտնել, հարցնել, օգնել, բայց ինչ-որ բան նրան կանգնեցրեց։ Վախ։ Վախ իմանալուց, թե ինչ գաղտնիքներ է թաքցնում հայրը, եւ արդյոք այդ գաղտնիքները կոչնչացնեն այն փոքրիկ հարգանքը, որը դեռ մնացել էր նրա մեջ։ Բայց ճշմարտությունը չէր կարող թաքնված մնալ հավերժ։ 1982 թվականի գարնանը Նունեի տուն եկավ կին մոտավորապես 45 տարեկան, հագնված սև զգեստով։ Նա ներկայացավ որպես Լուսինե եւ ասաց, որ պետք է խոսի Ֆրունզիկի հետ։ Ֆրունզիկը տանը չէր, եւ Նունեն առաջարկեց կնոջը սպասել։ Լուսինեն նստեց, բայց նրա ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ Նունեն բերեց նրան ջուր։ Ինչ է պատահել, հարցրեց Նունեն։ Լուսինեն նայեց նրան եւ նրա աչքերում Նունեն տեսավ ահ, խորը, անդառնալի ահ։ Ձեր հայրը պետք է իմանա, ասաց կինը։ Նրանք գալիս են։ Նրանք ուզում են վերցնել ամենըք, ուզում են վերցնել ամեն ինչ։ Եթե նա չվճարի, նրանք կոչնչացնեն նրան։ Նունեն զգաց, թե ինչպես է սառչում ներսում։ Ո՞վ են նրանք, հարցրեց նա։ Լուսինեն շրջվեց դեպի դուռը, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը լսում է։ Նրանք, ովքեր ստեղծեցին ձեր հորը, շշնջաց նա։ Նրանք, ովքեր տվեցին նրան ամեն ինչ, ռոլերը, փառքը, փողը, բայց ոչինչ չի տրվում անվճար։ Եվ այժմ նրանք ուզում են իրենց մասնաբաժինը։ Նունեն ուզում էր հարցնել ավելին, բայց այդ պահին դուռը բացվեց եւ Ֆրունզիկը մտավ տուն։ Երբ նա տեսավ Լուսինեին, նրա դեմքը գունատվեց։ Դուրս, դուրս, ասաց նա Նունեին։ Ձայնը այնքան կտրուկ էր, որ Նունեն ցատկեց։ Նա դուրս եկավ սենյակից, բայց կանգնեց դռան հետևում եւ լսեց։ Ֆրունզիկի ձայնը հնչում էր խեղդված։ Ինչու եկար այստեղ։ Ես ասացի, որ կլուծեմ ամեն ինչ։ Լուսինեի պատասխանը եղավ լաց, հանգիստ, անհույս լաց։ Նրանք սպանեցին իմ ամուսնուն, Ֆրունզիկ։ Նրանք ասացին, որ դա զգուշացում է քեզ համար։ Եթե դու չվճարես, դու հաջորդն ես։ Նունեն զգաց, թե ինչպես է հատակը քաշվում նրա ոտքերի տակից։ Նա վազեց իր սենյակ, փակեց դուռը եւ նստեց մահճակալին։ Սիրտը զարկում էր այնքան ուժգին, որ թվում էր կպայթի։ Ամեն ինչ, ինչ նա կասկածում էր, ամեն ինչ, ինչ վախենում էր իմանալ, այժմ հաստատվում էր։ Ֆրունզիկ Մկրտչյանը, ազգի սիրելի դերասանը, մարդը, որին միլիոնները պաշտում էին, էր կապված մարդկանց հետ, ովքեր սպանում էին։ Նա էր պարտական նրանց, եւ այդ պարտքը վճարվում էր ոչ թե դրամով, այլ արյունով։ Նունեն հիշեց այն ժապավենը, որը ստացել էր տարիներ առաջ, այն սեղանը, այն դեմքերը։ Այժմ ամեն ինչ իմաստ ուներ։ Ֆրունզիկի կարիերան չէր կառուցված տաղանդի վրա։ Այն կառուցված էր սատանայական պայմանագրի վրա, որը այժմ պահանջում էր իր գինը։ Եվ Նունեն հասկացավ, որ նրա հայրը ոչ թե հերոս էր, այլ գերի, իր սեփական փառքի գերի։ Երբ Լուսինեն հեռացավ, Ֆրունզիկը մտավ Նունեի սենյակ։ Նա նստեց նրա կողքին եւ երկար լռեց։ Ապա ասաց. Դու լսեցիր, չէ՞։ Նունեն գլուխ տվեց։ Ֆրունզիկը հառաչեց։ Ես ուզում էի պաշտպանել քեզ այս ամենից։ Ես ուզում էի, որ դու երբեք չիմանաս։ Նունեն շրջվեց դեպի նրան։ Պաշտպանել ինձ, ասաց նա եւ ձայնը լի էր դառնությամբ։ Դու չես կարող պաշտպանել ինձ, հայր։ Դու չես կարող պաշտպանել նույնիսկ ինքդ քեզ։ Ֆրունզիկը փակեց աչքերը։ Ես գիտեմ, շշնջաց նա։ Ես գիտեմ, որ ես թույլ եմ, բայց ես արեցի այն, ինչ պետք էր անել, որպեսզի վերապրենք։ Այդ տարիներին, եթե դու չընդունեիր նրանց օգնությունը, դու ոչինչ չէիր դառնա։ Համակարգը այդպես էր աշխատում։ Նունեն զգաց, թե ինչպես է բարկությունը բորբոքվում նրա ներսում։ Եվ այժմ համակարգը ուզում է քեզ սպանել, ասաց նա։ Արդյոք դա արժեր, հայր։ Արդյոք փառքը, ֆիլմերը, ծափահարանքները արժեր քո հոգին։ Ֆրունզիկը բացեց աչքերը եւ նայեց տստերը։ Եվ Նունեն տեսավ նրա մեջ ինչ-որ բան, ինչ երբեք նախկինում չէր տեսել։ Ապաշխարություն։ Ոչ, ասաց Ֆրունզիկը։ Ոչինչ չարժեր։ Բայց այժմ ուշ է։ Ես չեմ կարող վերադառնալ եւ փոխել ամեն ինչ։ Ես կարող եմ միայն փորձել պաշտպանել քեզ։ Նունեն ուզում էր հավատալ նրան, բայց չկարողացավ, որովհետև նա գիտեր, երբ դու վաճառում ես քո հոգին, ոչ մի բան չես կարող պաշտպանել։ Հաջորդ ամիսները Ֆրունզիկը փոխվեց։ Նա դադարեցրեց ընդունել հյուրեր, հրաժարվեց նոր ռոլերից, սկսեց խմել ավելի շատ։ Նունեն տեսնում էր, թե ինչպես է հայրը քայքայվում ամեն օր, ֆիզիկապես եւ հոգեպես։ Նա փորձեց խոսել նրա հետ, բայց Ֆրունզիկը փակվել էր իր ներսում։ Մի գիշեր Նունեն արթնացավ ձայներից։ Նա ելավ մահճակալից եւ տեսավ, որ հոր սենյակի լույսը վառ է։
Նա մոտեցավ եւ լսեց Ֆրունզիկի ձայնը։ Նա խոսում էր ինքն իր հետ։ Ես չեմ կարող, ասում էր նա։ Ես չեմ կարող տալ նրանց այն, ինչ նրանք ուզում են։ Եթե ես դա անեմ, ավելի լավ է մեռնել։ Նունեն բացեց դուռը եւ տեսավ հորը նստած գետնին, թիկունքը հենած պատին, ձեռքում դատարկ շիշ։ Նա մոտեցավ եւ նստեց նրա կողքին։ Հայր, ինչ են նրանք ուզում, հարցրեց նա։ Ֆրունզիկը նայեց նրան եւ նրա աչքերը լի էին արցունքներով։ Նրանք ուզում են, որ ես վկայություն տամ մարդկանց դեմ, ովքեր անմեղ են, ասաց նա։ Նրանք ուզում են, որ ես օգտագործեմ իմ անունը, իմ հեղինակությունը, որպեսզի ոչնչացնեն մարդկանց։ Եվ եթե ես հրաժարվեմ, նրանք կոչնչացնեն ինձ։ Նունեն զգաց, թե ինչպես է սառչում արյունը նրա երակներում։ Ապա հրաժարվիր, ասաց նա։ Թող նրանք անեն ինչ ուզում են, բայց մի դառնա նրանց գործիքը։ Ֆրունզիկը ժպտաց տխուր, հոգնած ժպիտ։ Դու ուժեղ ես, Նունե, ասաց նա։ Ավելի ուժեղ, քան ես երբևէ եղել եմ, եւ ես հպարտ եմ քեզնով։ Դա եղավ առաջին անգամը, երբ Ֆրունզիկը ասաց այդ բառերը, եւ Նունեն, չնայած ամեն ցավին, ամեն դառնությանը, զգաց, թե ինչպես է ինչ-որ բան փափկանում նրա սրտում։ Բայց հարցը մնում էր, արդյոք Ֆրունզիկը կունենար ուժ դիմակայելու այն ուժերին, որոնք ստեղծել էին նրան եւ այժմ ուզում էին ոչնչացնել։ Արդյոք նա կընտրեր պատիվը փառքի փոխարեն, թե կընկներ վերջին անգամ եւ կկորցներ ամեն ինչ, ներառյալ դստեր հարգանքը։ Եվ ամենակարևորը, արդյոք Նունեն կկարողանար ներել հորը, եթե նա ընտրեր սխալ ճանապարհը։ 1983 թվականի ձմեռը Երևանի կենտրոնական հիվանդանոցի 3-րդ հարկում, պալատ համար 36, մի կին պառկած էր մահճակալին եւ հետևում էր, թե ինչպես է ձյունը ծածկում պատուհանի դիմացի ծառերը։ Նրա անունը գրված էր բժշկական քարտում՝ Նունե Մկրտչյան, 19 տարեկան։ Բայց ոչ ոք չէր գալիս այցելության։ Ոչ ոք չէր բերում ծառիկներ կամ մրգեր։ Բուժքույրերը, երբ անցնում էին նրա մահճակալի կողքով, շշնջում էին միմյանց. «Սա Ֆրունզիկի դուստրն է։ Ինչու է մենակ»։ Նրանք չգիտեին, որ Նունեն ինքն էր խնդրել, որ ոչ ոք չիմանա նրա տեղի մասին։ Նա չուզում էր, որ հայրը գա, չուզում էր տեսնել նրա դեմքին այն կեղծ հոգսը, որը դերասանները կրում են ինչպես դիմակ։ Բժիշկը, երիտասարդ կին անունով Գայանե, մտավ պալատ եւ նստեց Նունեի մահճակալի եզրին։ Նա բռնեց աղջկա ձեռքը, այն արդեն սառ էր, թեև սենյակում տաք էր։ Նունե, մենք պետք է կապվենք ձեր հոր հետ, ասաց բժիշկը։ Ձեր վիճակը վատանում է, եւ նա պետք է իմանա։ Նունեն դանդաղ շրջեց գլուխը եւ նայեց բժշկուհուն։ Նրա աչքերում, որոնք մի ժամանակ եղել էին Ֆրունզիկի աչքերի պես փայլուն, այժմ մնացել էր միայն հոգնածություն։ Ոչ, շշնջաց նա։ Թող նա չիմանա։ Թող նա շարունակի ապրել իր աշխարհում, որտեղ ես չկամ։ Գայանեն ուզում էր առարկել, բայց ինչ-որ բան Նունեի ձայնում նրան կանգնեցրեց։ Դա չէր սովորական հիվանդի ցանկություն։ Դա էր վերջին կամքի արտահայտություն, կնոջ, որը որոշել էր մեռնել անտեսանելի, ինչպես ապրել էր։ Բայց ինչու էր Նունե Մկրտչյանը, ազգի սիրելի դերասանի դուստրը, ընտրել այդպիսի մահ, առանց ծաղիկների, առանց արցունքների, առանց նույնիսկ հոր վերջին հրաժեշտի։ Ճշմարտությունը սկսվել էր 6 ամիս առաջ, երբ Նունեն առաջին անգամ զգաց ցավը։ Դա չէր սովորական ցավ։ Դա էր այնպիսի զգացում, կարծես ինչ-որ մեկը դանակ էր խրել նրա կրծքավանդակի մեջ եւ դանդաղ պտտում։ Նա անտեսեց այն առաջին շաբաթները մտածելով, որ դա պարզապես ստրեսից է։ Ֆրունզիկի հետ իրավիճակը դառնում էր ավելի վատ ամեն օր։ Այն մարդիկ, ովքեր պահանջում էին իրենց պարտքը, սկսել էին սպառնալ բացահայտորեն։ Հեռախոսազանգեր գիշերվա մեջ, անծանոթ մարդիկ, որոնք կանգնում էին տան դիմաց եւ հետևում, ստվերներ, որոնք երբեք չմոտենում էին, բայց միշտ այնտեղ էին։ Ֆրունզիկը դադարել էր քնել։ Նա նստում էր հյուրասենյակում ամբողջ գիշեր, ձեռքին օղու բաժակ եւ հետևում դռանը։ Մի առավոտ Նունեն գտավ նրան քնած աթոռին եւ տեսավ, որ նրա ձեռքում ատրճանակ է։ Երբ Ֆրունզիկը արթնացավ եւ տեսավ դստեր հայացքը, նա արագ թաքցրեց զենքը։ Դա պաշտպանության համար է, ասաց նա։ Բայց Նունեն գիտեր ճշմարտությունը։ Ատրճանակը չէր պաշտպանության համար, այն էր վերջին ելքի համար, երբ այլ ելք չմնար։ Երբ ցավը դարձավ անտանելի, Նունեն գնաց բժշկի մոտ։ Գայանեն զննեց նրան եւ ասաց, որ պետք է անել լրացուցիչ հետազոտություններ։ 2 շաբաթ անց Նունեն նստած էր բժշկական կաբինետում եւ լսում, թե ինչպես է Գայանենն ասում բառեր, որոնք փոխում էին ամեն ինչ։ Քաղցկեղ, վերջին փուլ, թոքեր եւ ոսկորներ։ Մենք կարող ենք փորձել քիմիաթերապիա, բայց ես պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ, հնարավորությունները շատ փոքր են։ Նունեն նստեց լռությամբ եւ նայեց պատուհանից դուրս։ Դրսում երեխաներ էին խաղում բակում, մայրերը նստած էին նստարաններին եւ զրուցում։ Կյանքը շարունակվում էր, անտարբեր նրա մահավճռին։
Որքան ժամանակ, հարցրեց Նունեն։ Գայանեն լռեց, ապա ասաց. 6 ամիս։ Գուցե 1 տարի, եթե բուժումը աշխատի։ Նունեն գլուխ տվեց։ Նա չլաց, չգոչեց, չհարցրեց ինչու ես։ Նա պարզապես ասաց. շնորհակալություն եւ դուրս եկավ կաբինետից։ Երբ նա քայլում էր հիվանդանոցի միջանցքով, զգաց, թե ինչպես է ամեն ինչ դառնում անիրական։ Մարդիկ, որոնք անցնում էին նրա կողքով, դեմքերը, ձայները, ամեն ինչ թվում էր հեռավոր, կարծես նա արդեն մեկ այլ աշխարհում էր։ Նունեն չասաց Ֆրունզիկին։ Նա վերադարձավ տուն, պատրաստեց ընթրիք, լվաց սպասքը, եւ երբ հայրը հարցրեց. ինչպես էր բժշկի մոտ, նա պատասխանեց. ամեն ինչ կարգին է։ Ֆրունզիկը հավատաց, որովհետև ուզում էր հավատալ։ Նա ուներ իր սեփական ճգնաժամը, իր սեփական ակնածանքները եւ չուներ տեղ դստեր հիվանդության համար։ Հաջորդ ամիսները Նունեն շարունակեց աշխատել գրադարանում, թեև ամեն քայլ էր տանջանք։ Ցավը տարածվում էր նրա մարմնով ինչպես կրակ, բայց նա ժպտում էր երեխաներին, ովքեր գալիս էին գրքեր վերցնելու, եւ պատմում էր նրանց հեքիաթներ։ Մի օր փոքրիկ աղջիկ տարիքով մոտավորապես 7 տարեկան հարցրեց. «Նունե, ինչու ես այդքան նիհար, դու հիվանդ ես»։ Նունեն շոյեց աղջկա գլուխը եւ ասաց. «Ոչ, սիրելիս, ես պարզապես մի փոքր հոգնած եմ»։ Բայց երեխան նայեց նրան այնպիսի հայացքով, որը տեսնում էր ավելին, քան մեծահասակները։ Եվ Նունեն հասկացավ, որ չի կարող երկար թաքցնել ճշմարտությունը։ 1983 թվականի աշնանը Նունեի մարմինը սկսեց հրաժարվել։ Նա կորցրեց 20 կիլոգրամ, մազերը սկսեցին թափվել, մաշկը դարձավ թափանցիկ։ Երբ նա նայում էր հայելուն, տեսնում էր ոչ թե իրեն, այլ ուրվական, կին, որը դանդաղ վերածվում էր ստվերի։ Գրադարանի տնօրենուհին կանչեց նրան եւ ասաց. «Նունե, դու պետք է հանգստանաս։ Դու չես կարող այսպես շարունակել»։ Նունեն գիտեր, որ նա ճիշտ է, բայց աշխատանքը եղել էր միակ բանը, որը պահում էր նրան կապված կյանքի հետ։ Երբ նա դադարեցրեց աշխատանքը, տունը դարձավ բանտ։ Ֆրունզիկը նկատեց վերջապես, որ ինչ-որ բան սխալ է։ Նա նստեց Նունեի կողքին եւ հարցրեց. «Ինչ է պատահել քեզ։ Դու այլ ես»։ Նունեն ուզում էր ասել ճշմարտությունը, բայց երբ նայեց հոր աչքերին եւ տեսավ այնտեղ արդեն եղած վախը, չկարողացավ ավելացնել նոր ծանրություն։ «Ես պարզապես հոգնած եմ, հայր», ասաց նա։ «Ամեն ինչ կարգին կլինի»։ Բայց երկուսն էլ գիտեին, որ դա սուտ էր։ Մի գիշեր Նունեն արթնացավ այնպիսի ցավից, որ չկարողացավ շնչել։ Նա փորձեց կանչել Ֆրունզիկին, բայց ձայնը չելավ։ Նա սողաց մինչև դուռը եւ բախեց այն ձեռքով։ Ֆրունզիկը վազեց, տեսավ դստերը պառկած գետնին, դեմքը ոլորված ցավից եւ առաջին անգամ իր կյանքում իսկապես վախեցավ։ Նա կանչեց շտապօգնություն եւ երբ բժիշկները եկան, նրանք տեղափոխեցին Նունեին հիվանդանոց։ Գայանեն զննեց նրան եւ ասաց Ֆրունզիկին այն, ինչ Նունեն թաքցրել էր ամիսներ։ «Ձեր դուստրը մահացու հիվանդ է, քաղցկեղ, վերջին փուլ»։ Նա գիտեր դրա մասին, բայց չասաց ձեզ։ Ֆրունզիկը զգաց, թե ինչպես է հատակը քաշվում նրա ոտքերի տակից։ Նա նստեց միջանցքի աթոռին եւ ծածկեց դեմքը ձեռքերով։ Ամբողջ կյանքում նա խաղացել էր տարբեր ռոլեր, հերոսներ, չարագործներ, ծաղրածուներ։ Բայց այս պահին նա չէր խաղում։ Սա էր իրական։ Նրա դուստրը մահանում էր, եւ նա ոչինչ չէր կարող անել։ Հաջորդ շաբաթները Ֆրունզիկը ապրում էր հիվանդանոցում։ Նա նստում էր Նունեի մահճակալի կողքին, բռնում էր նրա ձեռքը եւ խոսում։ Նա պատմում էր իր մասին, իր սխալների մասին, իր ապաշխարության մասին։ «Ես վատ հայր եղա», ասում էր նա։ «Ես ընտրեցի փառքը քեզնից, եւ այժմ Աստված պատժում է ինձ»։ Նունեն լսում էր լռությամբ։ Նա չէր ներում, բայց նաեւ չէր դատապարտում։ Նա պարզապես էր, եւ դա բավական էր։ Բայց մի օր, երբ Ֆրունզիկը դուրս էր գնացել սուրճ խմելու, Նունեն կանչեց Գայանեին եւ ասաց. «Ես ուզում եմ, որ դուք ինձ տեղափոխեք այլ հիվանդանոց, այնտեղ, որտեղ հայրս չի գտնի ինձ»։ Գայանեն զարմացավ. «Ինչու Նունե, նա սիրում է քեզ, նա ուզում է լինել քեզ հետ»։ Նունեն շրջեց գլուխը եւ նայեց պատուհանից դուրս։ «Նա սիրում է ինձ այժմ, որովհետեւ ես մահանում եմ», ասաց նա։ «Բայց որտեղ էր նրա սերը, երբ ես ողջ էի եւ կարիք ուներ դրա։ Ես չեմ ուզում նրա արցունքները, ես ուզում եմ մեռնել խաղաղությամբ, առանց դրամայի, առանց բեմի»։ Գայանեն փորձեց համոզել նրան, բայց Նունեն անսասան էր։ Եվ բժիշկը, չնայած իր կասկածներին, կատարեց նրա ցանկությունը։ Երբ Ֆրունզիկը վերադարձավ եւ տեսավ դատարկ մահճակալը, նա վազեց դեպի բժշկական կաբինետ։ «Որտեղ է իմ դուստրը», գոչեց նա։ Գայանեն նայեց նրան եւ ասաց. «Նա խնդրեց տեղափոխել իրեն։ Նա չուզում է, որ դուք գիտեք, թե որտեղ է»։ Ֆրունզիկը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում նրա ներսում։ «Բայց ես նրա հայրն եմ», շշնջաց նա։ «Ես իրավունք ունեմ լինել նրա հետ»։ Գայանեն դնեց ձեռքը նրա ուսին։ «Նունեն ասաց, որ դուք կորցրել եք այդ իրավունքը տարիներ առաջ։
Նա ուզում է մեռնել այնպես, ինչպես ապրել է, առանց ձեզ։ Այդ բառերը հարվածեցին Ֆրունզիկին ավելի ուժգին, քան ցանկացած ֆիզիկական հարված։ Նա դուրս եկավ հիվանդանոցից եւ քայլեց փողոցներով ամբողջ գիշեր։ Մարդիկ ճանաչում էին նրան, կանգ էին առնում, ուզում էին ավտոգրաֆ, բայց Ֆրունզիկը չէր տեսնում նրանց։ Նա տեսնում էր միայն դստեր դեմքը, այն վերջին հայացքը, որը ասում էր ավելին, քան ցանկացած բառ, կացած բառ։ Եվ նա հասկացավ, որ կորցրել է նրան ոչ թե այժմ, այլ տարիներ առաջ, երբ ընտրել էր բեմը ընտանիքից, փառքը սիրուց։ Բայց պատմությունը դեռ չէր ավարտվել։ Նունեն, պառկած իր նոր պալատում, որտեղ ոչ ոք չգիտեր նրա ազգանունը, զգում էր, թե ինչպես է կյանքը դանդաղ հեռանում նրանից։ Ցավը այլևս չէր անտանելի, որովհետև բժիշկները տալիս էին նրան ուժեղ դեղամիջոցներ։ Բայց ավելի վատ, քան ցավը էր միայնությունը։ Գիշերները, երբ հիվանդանոցը լռում էր, Նունեն պառկում էր եւ մտածում իր կյանքի մասին։ 29 տարի։ Ինչ էր նա արել այդ տարիների ընթացքում։ Նա չէր դարձել դերասանուհի, չէր ամուսնացել, չէր ունեցել երեխաներ։ Նա ապրել էր ստվերում, հոր ստվերում, եւ այժմ մահանում էր նույն ստվերում։ Բայց արդյոք դա նշանակում էր, որ նրա կյանքը անիմաստ էր։ Արդյոք կյանքի արժեքը չափվում է միայն հաջողություններով եւ ճանաչումով։ Թե կա ինչ-որ այլ բան, ավելի խորը, ավելի իսկական, որը Նունեն չէր կարողացել գտնել։ Մի առավոտ, երբ արևը դեռ չէր ծագել, Նունեն արթնացավ եւ տեսավ, որ ինչ-որ մեկը նստած է նրա մահճակալի կողքին։ Սկզբում նա մտածեց, որ դա բուժքույրն է, բայց երբ աչքերը հարմարվեցին խավարին, նա տեսավ Ֆրունզիկին։ Նա գտել էր նրան։ Ինչպես։ Նունեն երբեք չիմացավ։ Գուցե նա կաշառել էր բժիշկներին, գուցե օգտագործել էր իր կապերը, գուցե պարզապես չէր հանձնվել։ Ֆրունզիկը նստած էր լռությամբ, նրա դեմքը ծերացել էր 10 տարով վերջին շաբաթների ընթացքում։ Նունեն ուզում էր բարկանալ, ուզում էր ասել նրան հեռանալ, բայց չուներ ուժ։ Նա պարզապես նայեց նրան, եւ Ֆրունզիկը տեսավ այդ հայացքում ներում։ Ոչ թե բառերով արտահայտված, ոչ թե հռչակված, այլ լուռ, խորը ներում, որը գալիս է, երբ մարդը հասկանում է, որ ատելությունը չափազանց ծանր բեռ է կրելու մահվան դռան առջև։ Ֆրունզիկը բռնեց Նունեի ձեռքը եւ շշնջաց. «Ներիր ինձ»։ Եվ Նունեն իր վերջին ուժերով սեղմեց նրա ձեռքը։ Դա բավական էր։ Բայց արդյոք այդ վերջին հաշտությունը կփրկեր Ֆրունզիկին այն ահավոր մեղավորության զգացումից, որը կուտակվել էր նրա մեջ տարիների ընթացքում։ Արդյոք նա կկարողանար ապրել գիտենալով, որ իր դուստրը մահացել է միայնակ, թաքնված նրանից, որովհետև նրա ներկայությունը եղել է ավելի ցավոտ, քան մահը։ Եվ ամենակարևորը, ինչպես կարձագանքեր ազգը, երբ իմանար ճշմարտությունը։ Արդյոք նրանք կշարունակեին սիրել Ֆրունզիկ Մկրտչյանին, թե կտեսնեին նրա մեջ այն, ինչ Նունենեն միշտ տեսել էր՝ մարդ, որը վաճառել էր իր հոգին փառքի համար եւ կորցրել ամենաթանկ բանը՝ իր ընտանիքը։ 1984 թվականի հունվարի 22-ին, երբ Երևանը ծածկված էր հաստ ձյան շերտով, Ֆրունզիկ Մկրտչյանը նստած էր իր տան ննջասենյակում եւ բռնում էր փոքրիկ տուփ, թղթե, բայց այնքան հին, որ անկյուններն արդեն քայքայվում էին։ Ներսում կային Նունեի մանկության լուսանկարները, 3 տարեկան աղջիկ, ձեռքին տիկնիկով, 7 տարեկան դպրոցական, սպիտակ ֆեդայով, 14 տարեկան պատանի, լուրջ հայացքով։ Ամեն լուսանկարում Նունեն նայում էր ուղիղ ֆոտոխցիկին, բայց նրա աչքերում չկար երեխայական անմեղություն։ Կար հարց, լուռ, անպատասխան հարց, որը Ֆրունզիկը երբեք չէր լսել, որովհետև չէր ուզում լսել։ Հիմա, երբ Նունեն արդեն 3 շաբաթ էր, ինչ պառկած էր հիվանդանոցային մահճակալին, կապված խողովակների եւ մեքենաների հետ, որոնք պահում էին նրան կյանքի եզրին, Ֆրունզիկը վերջապես լսում էր այդ հարցը։ Եվ պատասխանը ճզմում էր նրա կրծքավանդակը ավելի ուժգին, քան ցանկացած սրտի հիվանդություն։ Նա բացեց իր գրասեղանի դարակը եւ հանեց հին օրագիր, կաշվե կազմով, որի էջերը դեղնած էին ժամանակից։ Այն պատկանել էր Դոնարային։ Ֆրունզիկը երբեք չէր կարդացել այն, մինչև հիմա։ Նա բացեց պատահական էջ եւ տեսավ իր կնոջ ձեռագիրը, դողդոճուն, բայց հստակ։ 1969 թվականի մարտ։ Նունեն հարցրեց ինձ այսօր. ինչու հայրը երբեք չի խաղում իր հետ։ Ես չգիտեի, թե ինչ պատասխանել։ Ինչպես կարող եմ բացատրել 7 տարեկան երեխային, որ նրա հայրը սիրում է ամբողջ աշխարհը, բացի իր ընտանիքից։ Ֆրունզիկը փակեց օրագիրը։ Նա չէր կարող շարունակել կարդալ։ Ամեն բառ էր դանակի հարված, եւ նա արդեն արյունահոսում էր ներսից։ Բայց հարցը մնում էր. արդյոք նա կկարողանար փրկել Նունեին ոչ թե մարմնով, որովհետև բժիշկները արդեն ասել էին, որ հրաշք չկա, այլ հոգով։ Արդյոք նա կկարողանար տալ դստերը այն, ինչ երբեք չէր տվել, իսկական ներկայություն, ոչ թե դերասանի խաղ, այլ հոր սեր։ Հիվանդանոցում Նունեն մտնում էր եւ դուրս էր գալիս գիտակցությունից ինչպես ալիք։
Երբեմն նա բացում էր աչքերը եւ տեսնում Ֆրունզիկին, նստած նրա կողքին, բռնած նրա ձեռքը, եւ նրա շրթունքները շարժվում էին լուռ աղոթքի մեջ։ Այլ ժամանակներ նա տեսնում էր Գայանեին, ստուգում մոնիտորները, ճշտում դեղաչափերը եւ բժշկուհու դեմքին կար այնպիսի տխրություն, որը խոսում էր ավելի բարձր, քան ցանկացած բժշկական եզրակացություն։ Բայց մի գիշեր, երբ լուսինը լցվում էր պատուհանից եւ նկարում էր արծաթե շերտեր հատակին, Նունեն տեսավ ինչ-որ մեկ ուրիշի։ Կին, մոտավորապես 50 տարեկան, հագնված հին, բայց մաքուր զգեստով, որը նստած էր անկյունում եւ հյուսում էր ինչ-որ բան։ Նունեն փորձեց խոսել, բայց ձայնը չելավ։ Կինը բարձրացրեց գլուխը եւ ժպտաց։ «Մի վախեցիր», ասաց նա։ «Ես եկել եմ պարզապես նստելու քեզ հետ։ Քո մայրը ուղարկեց ինձ»։ Նունեի աչքերը լցվեցին արցունքներով։ Նա չգիտեր, թե սա իրականություն էր, թե մորֆինի պատրանք, բայց այդ պահին դա կարևոր չէր։ Կինը շարունակեց հյուսել եւ նրա ձեռքերի շարժումները հանգստացնող էին, ինչպես մանկական օրորոցային երգը։ «Դոնարան ասաց, որ դու միշտ եղել ես ուժեղ», շշնջաց կինը։ «Ավելի ուժեղ, քան դու ինքդ գիտես։ Եվ հիմա, երբ ամեն ինչ ավարտվում է, դու պետք է իմանաս, քո կյանքը չէր անիմաստ։ Դու սովորեցրիր քո հորը ամենակարևոր դասը, որ փառքը ոչինչ է, եթե դու միայնակ ես»։ Նունեն փակեց աչքերը եւ երբ նորից բացեց, կինը անհետացել էր։ Բայց սենյակում մնացել էր բույր, լավանդայի եւ հին գրքերի, հենց այն բույրը, որը միշտ եղել էր մոր ննջասենյակում։ 1984 թվականի փետրվարի 2-ին Նունե Մկրտչյանը մահացավ։ Դա եղավ առավոտյան, երբ արևը դեռ չէր ծագել, եւ հիվանդանոցը լռում էր այն հատուկ լռությամբ, որը գալիս է գիշերվա վերջում։ Ֆրունզիկը նստած էր նրա կողքին, եւ երբ մոնիտորը սկսեց հնչել մեկ երկարատև ազդանշանով, նա չշարժվեց։ Նա պարզապես շարունակեց բռնել դստեր ձեռքը, որն արդեն սառչում էր, եւ շշնջաց. «Ներիր ինձ, ներիր ինձ, ներիր ինձ»։ Գայանեն մտավ պալատ, անջատեց մեքենաները եւ նստեց Ֆրունզիկի կողքին։ Նա չասաց ոչինչ, որովհետեւ չկային բառեր այդպիսի պահի համար։ Նա պարզապես դրեց ձեռքը նրա ուսին եւ թողեց, որ նա լար։ Ֆրունզիկ Մկրտչյանը, մարդը, որը երբեք չէր լացել բեմից դուրս, որը միշտ պահպանել էր դիմակը, այժմ լաց էր լինում այնպես, որ ամբողջ հարկը լսում էր։ Եվ այդ լացը չէր դերասանական։ Դա էր հոր լաց, մարդու, որը կորցրել էր իր երեխային եւ գիտեր, որ դա իր մեղքն էր։ Նունեի հուղարկավորությունը եղավ փոքր։ Ֆրունզիկը չուզեց մեծ արարողություն, չուզեց ծաղիկների լեռներ եւ հազարավոր մարդկանց։ Եկան միայն մոտիկները, մի քանի հարևաններ, գրադարանի տնօրենուհին, Գայանեն։ Նրանք կանգնեցին գերեզմանի շուրջը եւ քահանան կարդաց աղոթքները։ Բայց երբ արկղը իջեցվեց հողի մեջ, Ֆրունզիկը չկարողացավ կանգնել։ Նա անկավ ծնկների վրա եւ բռնեց հողը իր ձեռքերում։ «Ես չեմ կարող թողնել քեզ», շշնջաց նա։ «Ես չեմ կարող թողնել քեզ այստեղ միայնակ»։ Հարևանները բարձրացրին նրան, բայց Ֆրունզիկը դիմադրում էր։ Նա ուզում էր մնալ այնտեղ, ուզում էր պառկել իր դստեր կողքին եւ երբեք չելնել։ Բայց կյանքը չի թույլատրում ոմեզ մնալ մեռելների հետ։ Կյանքը շարունակվում է, անքութ եւ անտարբեր մեր ցավի նկատմամբ։ Հաջորդ օրը թերթերը գրեցին փոքրիկ հոդված. «Մահացել է Ֆրունզիկ Մկրտչյանի դուստրը»։ Մի քանի տող, ոչ մի լուսանկար, ոչ մի մանրամասն։ Ազգը, որը այդքան սիրում էր Ֆրունզիկին, գրեթե չնկատեց Նունեի մահը, եւ սկսվեց լեգենդը։ Մարդիկ սկսեցին ասել, որ Նունեն մահացել է նույն օրը, երբ հայրը, որ նրանք գնացել են միասին։ Այդ պատմությունը տարածվեց այնքան արագ, որ դարձավ ճշմարտություն։ Ոչ ոք չստուգեց ամսաթվերը, ոչ ոք չհարցվեց բժիշկների, ոք չհարցրեց բժիշկներին։ Ազգը ուզում էր գեղեցիկ պատմություն եւ ստեղծեց այն։ Բայց Ֆրունզիկը գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ Նունեն մահացել էր միայնակ, ցավի մեջ, թաքնված նրանից, որովհետև նրա ներկայությունը եղել էր անտանելի։ Եվ այդ գիտելիքը սպանում էր նրան ավելի դանդաղ, բայց ավելի վստահ, քան ցանկացած հիվանդություն։ 1984 թվականի մարտին Ֆրունզիկ Մկրտչյանը դադարեցրեց աշխատանքը։ Նա հրաժարվեց բոլոր առաջարկներից, չելավ հեռախոսին, չբացեց դուռը հյուրերին։ Նա նստում էր տանը եւ խմում։ Օղին փոխարինվեց օղիով, օղին ցանկացած բանով, որը կարող էր անջատել նրա մտքերը։ Հարևանները լսում էին, թե ինչպես է նա խոսում ինքն իր հետ գիշերները, երբեմն գոչում, երբեմն լալիս։ Մի անգամ ոստիկանությունը եկավ, որովհետև ինչ-որ մեկը զանգահարել էր եւ ասել, որ Ֆրունզիկ Մկրտչյանը սպառնում է ինքնասպանությամբ։ Նրանք մտան տուն եւ գտան նրան նստած հյուրասենյակի հատակին, շրջապատված դատարկ շշերով, ձեռքում ատրճանակ։ Բայց ատրճանակը չէր լիցքավորված։ Ֆրունզիկը նայեց ոստիկաններին եւ ժպտաց, խենթ կոտրված ժպիտ։ «Ես չեմ կարող դա անել», ասաց նա։
Ես չեմ կարող մեռնել, որովհետև դա կլիներ չափազանց հեշտ։ Ես պետք է ապրեմ եւ տառապեմ։ Դա իմ պատիժն է։ Ոստիկանները հեռացան, բայց հաջորդ օրը Ֆրունզիկի ընկերները կազմակերպեցին հերթապահություն։ Նրանք փոխարինում էին միմյանց, մնում էին նրա հետ, վերահսկում, որ նա ուտի, որ նա չանի ինչ-որ բան անդառնալի։ Բայց Ֆրունզիկը արդեն մեռած էր ներսից։ Նա շնչում էր, սիրտը զարկում էր, բայց հոգին հեռացել էր այն օրը, երբ Նունեի արկղը իջավ հողի մեջ։ 1985 թվականի դեկտեմբերի 29-ը, ճիշտ 10 ամիս անց Նունեի մահից, Ֆրունզիկ Մկրտչյանը մահացավ։ Պաշտոնական տարբերակը՝ սրտի կաթված։ Բայց նրանք, ովքեր գիտեին նրան, հասկանում էին ճշմարտությունը։ Ֆրունզիկը մահացավ կոտրված սրտից, մեղավորության զգացումից, որը ճզմեց նրան այնքան ուժգին, որ սիրտը պարզապես դադարեցրեց աշխատել։ Նրա հուղարկավորությունը եղավ ազգային իրադարձություն։ Հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու իրենց սիրելի դերասանին։ Փողոցները փակվեցին, հեռուստատեսությունը ուղիղ եթեր հաղորդեց արարողությունը, պաշտոնյաները ասացին խոսքեր փառքի եւ կորստի մասին։ Բայց ոչ ոք չհիշեց Նունեին։ Ոչ ոք չասաց, որ Ֆրունզիկ Մկրտչյանը ուներ դուստր, որը մահացել էր տարի առաջ, միայնակ եւ մոռացված։ Եվ այդպես ծնվեց լեգենդը։ Նրանք գնացին միասին։ Ազգը ստեղծեց գեղեցիկ պատմություն, որովհետև ճշմարտությունը չափազանց ցավոտ էր։ Բայց ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ հավերժ։ 1996 թվականին, 11 տարի անց Ֆրունզիկի մահից, Գայանե բժիշկ, որը այժմ թոշակի էր գնացել, տվեց հարցազրույց փոքրիկ թերթին։ Նա պատմեց Նունեի պատմությունը, ամբողջությամբ, առանց զարդարանքների։ Նա ասաց, թե ինչպես է Նունեն մահացել միայնակ, թե ինչպես է նա թաքցրել իր հիվանդությունը հորից, թե ինչպես է ազգը թաղել նրան նույնիսկ մինչև նրա իսկական մահը։ Հոդվածը հրապարակվեց, բայց գրեթե ոչ ոք չկարդաց։ Մարդիկ չէին ուզում իմանալ ճշմարտությունը։ Նրանք նախընտրում էին լեգենդը։ Բայց մի քանի հոգի կարդացին, եւ նրանք սկսեցին հեծին հարցեր տալ։ Նրանք գնացին գերեզմանատուն եւ տեսան, որ Նունեի գերեզմանը գտնվում է 100 մետր հեռավորության վրա Ֆրունզիկի գերեզմանից։ Նրանք տեսան ամսաթվերը՝ Նունե, փետրվարի 2, 1984, Ֆրունզիկ, դեկտեմբերի 29, 1985։ 10 ամիս տարբերություն։ Ոչ թե միասին, ոչ թե նույն օրը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, ճշմարտությունը սկսեց տարածվել։ Այսօր, երբ մարդիկ այցելում են Ֆրունզիկ Մկրտչյանի գերեզմանը, շատերը չգիտեն նույնիսկ, որ 100 մետր այն կողմ պառկած է նրա դուստրը։ Նունեի գերեզմանը պարզ է, առանց մեծ հուշարձանի, առանց ծաղիկների լեռների։ Երբեմն ինչ-որ մեկը, ով գիտի պատմությունը, թողնում է մի փունջ ծաղիկ, բայց հիմնականում այն մնում է լքված, ինչպես Նունեն մնաց լքված իր կյանքում։ Եվ դա գուցե ամենամեծ ողբերգությունն է, ոչ թե այն, որ Նունեն մահացավ երիտասարդ, ոչ թե այն, որ նա տառապեց, այլ այն, որ նա մոռացվեց։ Ազգը, որը այդքան սիրում էր նրա հորը, երբեք իսկապես չճանաչեց նրան։ Եվ այդ անտեսումը, այդ անտարբերությունը եղավ նրա իսկական մահը։ Ոչ թե այն օրը, երբ նրա սիրտը դադարեցրեց զարկել, այլ բոլոր այն տարիները, երբ նա ապրում էր եւ ոչ ոք չէր տեսնում նրան։ Բայց մնում է հարց, որը երբեք չի ստանա պատասխան։ Եթե Ֆրունզիկը ընտրեր ընտանիքը փանիքը փառքի փոխարեն, եթե նա եղած լիներ իսկական հայր, ոչ թե դերասան, որը խաղում է հոր ռոլը, արդյոք Նունեն ապրեր լիարժեք կյանք։ Արդյոք նա գտներ սեր, ստեղծեր ընտանիք, ծններ երեխաներ։ Արդյոք նա լիներ երջանիկ։ Մենք երբեք չենք իմանա։ Բայց մենք գիտենք մի բան. Նունե Մկրտչյանը վաստակում էր ավելին, քան նա ստացավ։ Նա վաստակում էր հայր, որը կլիներ նրա հետ, ոչ թե բեմում։ Նա վաստակում էր ազգ, որը կտեսներ նրան, ոչ թե կանցներ կողքով։ Նա վաստակում էր կյանք, որը կլիներ իր սեփականը, ոչ թե ուրիշի ստվերը։ Եվ նա չստացավ դա։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր պահանջում էին իրենց պարտքը Ֆրունզիկից, դրանք շարունակեցին ապրել իրենց կյանքը։ Ոմանք մահացան հարուստ եւ հարգված, ոմանք անհետացան անհայտության մեջ, ոմանք նույնիսկ դարձան հարգելի քաղաքացիներ։ Արդարությունը, եթե այն գոյություն ունի, չհասավ նրանց այս կյանքում։ Բայց գուցե կա մեկ այլ արդարություն, որը մենք չենք տեսնում։ Գուցե երբ նրանք փակում էին իրենց աչքերը վերջին անգամ, նրանք տեսնում էին այն դեմքերը, որոնք ոչնչացրել էին, լսում էին այն ձայները, որոնք լռեցրել էին։ Գուցե նրանց սեփական գիտակցությունը եղավ նրանց բանտը։ Կամ գուցե ոչ։ Գուցե նրանք մահացան խաղաղությամբ, հավատալով, որ արեցին այն, ինչ պետք էր անել։ Մենք երբեք չենք իմանա։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Ֆրունզիկ Մկրտչյանին եւ նրա դստեր Նունե Մկրտչյանի պատմությանը։ Արդյոք Ֆրունզիկը զոհ էր համակարգի, որը ստիպում էր ընտրել փառքը ընտանիքից, թե ինքն էր մեղավոր իր ընտրություններում։
Արդյոք Նունեն կարող էր փրկվել, եթե ազգը տեսներ նրան, ոչ թե անտեսեր։ Արդյոք մենք որպես հասարակություն դեռ շարունակում ենք անել նույն սխալը, փառաբանել աստղերին եւ անտեսել նրանց ընտանիքները, ովքեր տառապում են ստվերում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք Նունե Մկրտչյանը հիշվում է ձեր քաղաքում, արդյոք նրա պատմությունը դասեր է տալիս մեզ։ Սեղմեք հավանում կոճակը, եթե կարծում եք, որ ճշմարտությունը պետք է ասվի, նույնիսկ երբ այն ցավոտ է, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին ավելի շատ պատմություններ լսելու համար, որոնք թաքնված են փառքի ետևում։ Մենք շարունակելու ենք պատմել այն, ինչ ուրիշները լռում են։